անկախ Հայաստանի Հանրապետության, դատախազությունը 100-ամյա հոբելյանն է նշել։ Բայց ցանկացած խնդիր լուծելու համար, առաջընթաց ապահովելու համար նախ եւ առաջ պետք է առերեսվես եւ ներկա եւ անցյալի հետ։ Ցավոք, անցյալում մենք դատախազությունում ունենք որոշակի կմախքներ պահարաններում եւ չեմ թաքցնի, որ այդ կմախքները որոշակի առումով նաեւ ստվերում են նոր Հայաստանի նոր դատախազության իմիջը։ Ես ուզում եմ շատ անկեղծ հարց տալ։ Դուք կաշկանդվածություն ունեք առերեսվելու անցյալի հետ, վերհանելու այդ բոլոր կմախքները, վերացնելու այն բոլոր բացասական անկալումները, որոնք արկա են եղել դատախազությունում տարբեր ժամանակահատվածների, ես կարող եմ խոսամ 1930-ական թվականների մասին, 50-ական թվականների մասին եւ այլն։ Եվ դրանով հանդերձ, գնալ առաջ կառուցելով նոր դատախազություն, նոր Հայաստանի համար, որը ըստ էության կամփոփի այն լավը, որը կուտակվել է այդ տարիների ընթացքում, եւ կառերեսվի եւ չի թաքցնի այն վատը, որը կուտակվել է այս ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պրոբլեմը ցանկացած հարց քննարկելու համար պետք է առերեսվես հարցի հետ։ Եթե չես ուզում տեսնել քեզ համար անցանկալին, սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Ես հասկանում եմ ձեր հարցի եւ ուղիղ տեքստը եւ ենթատեքստը։ Չեմ վախենում, եթե հարցինի պատասխան դա ձեզ կբավարարի, որովհետև չեմ վախենում ոչ թե որովհետև չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետև կշռադատված որոշում եմ կայացրել եւ ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեք հանձնաժողովին ասացի ինչի եմ այդ քայլին գնում, ես նաեւ պատմեցի, որ 2 անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից, սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար։ Եվ նաև ուզում եմ նշել, որ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման ես ինքս դեմ եմ։ Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի։ Այսինքն տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ, այսինքն հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած process սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է խնդիրների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում խնդիրները, դու չես կարող լուծել այդ խնդիրները։ Եվ այս առումով պարոն Բագրատյանին պատասխանելով էլ ասացի, որ այստեղ կանգնած չի լինի։ Եվ սա հանցավոր ինքնավստահության իմ կողմից, հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամությունը եւ ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ իմ կողմից նաեւ բացառելու խոստումները սուրտի չտամ, բայց ես մեկը տալիս եմ, բացառելու է։ Ցանկացած դեստրուկցիա, որը որ կարող է ստվերի process-ները։ Հուսամ կարողացա պատասխանել ձեզ շատ լայն հարցին։ Համեցեք, պարոն Վարդան։ Իմ Վարդապետյան, շարժական եմ հայեր, եթե կարելի է, իմ Վարդապետյան շնորհակալություն երկի խորհրդարանը նաև որոշակի հարցադրումների համար է, որոնք սովորական արդիական կյանքում իրավաբանին չի տա, բայց այդուհանդերձ որոշակի մտքեր, որի պատասխանը մենք էլ գիտենք, բայց բարձրաձայնելը չափազանց կարևոր է։ Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ մենք ընկերներ ենք, եւ այստեղ ձեզանից ոչ շատ հեռուներ կային նաև դատական իշխանության մեր ներկայացուցիչները, որոնցից շատերի հետ կրկին ես ընկեր եմ կամ ընկեր եմ իրենց համարում։ Ես ուզում եմ եւս մեկ արձանագրում անենք եւ հրապարակային։ Մեր ընկեր լինելը կամ որևիցե մեկի հետ ընկեր լինելը որևիցե եղանակով Հեգնական հարցերը, մասնավորապես Տիկին Գյուրեղյանը անձնական դաշտ ներխուժելով նույնիսկ կանուններ բերեց, Էմմա Պալյանը եւ Հրաչյա Հակոբյանը չեն, այդ առումով շատ ուրախ էր Տիկին Գյուրեղյանը։ Նորից եմ ուզում կրկնել, դուք չեք որոշողը, ով է լինելու մեր թեկնածուն։ Այո, դուք պետք է հարգանքով մոտենայիք այդ որոշմանը, եթե անգամ ձեր նշած անձիկ էին լինելու թեկնածուն եւ որևէ պարագայում իրավունք չունեիք նման
ձևակերպմամբ հանդես գալ այս ամբիոնից։ Մի քանի չափորոշիչներ եք նշում ըստ ձեզ, հլու հնազանդ լինել, չգիտեմ ինչ։ Տիկին Գյուրեղյան, հլու հնազանդության քննությունը դուք երևի լավ չեք անցել ձեր ղեկավարին հանձնելիս, որովհետև վերջինիս որդին, երբ այստեղ անընդհատ միջադեպեր է հրահրում, դուք պաշտպանում եք, կանանցով ինչ-որ պատ եք կազմում, բայց որևէ պաշտոնի բարձրացում կամ առաջխաղացում ձեզ մոտ չեմ նկատում։ Միգուցե վերաքննություն հանձնելու կարիք կա եւ մտածեք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր եւ խմբակցության եւ կուսակցության ներսում որևէ առաջընթաց, առաջխաղացում լինում է բացառապես հաշվի առնելով մարդու գիտելիքները եւ անցած ճանապարհը։ Թրկահպատակ բառը շատ եք սիրում օգտագործել դուք, ձեր երաշխավորած համայնքապետերը, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ գիտի, ով ում հպատակն է եւ դրա պատասխանը եւս տվել է, որի հետ դուք այդքան էլ հաշտ չեք։ Մարդու իրավունքների չպաշտպանված լինելու մասին եք խոսում, ժողովրդավարություն չլինելու մասին եք խոսում։ Եթե ձեր ասացի գոնե 1% իրականություն լիներ, դուք, ձեր գործընկերները եւ բոլորդ այստեղ նստած չէիք լինի։ Չպատասխանեմ, բայց առաջարկում եմ, խնդրում եմ տեղից չխոսեք, ես ձեր որևէ մեկի ելույթի ժամանակ տեղից չեմ արձագանքում։ Հարգելի քաղաքացիներ, աբսուրդի ժանրից է, երբ կեղծարարության, ընտրակեղծարարության հայրերը, մայրերը այս ամբիոնից մեզ իշխանություններից մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։ Սա զավեշտ է ուղղակի, բայց ես մի բան կասեմ։ Դուք հաճախ մոտեցեք այս ամբիոնին, հաճախ խոսեք այն ամենի մասին, ինչը իրականության հետ աղերս չունի, որովհետև դուք դրանով վնասում եք առանց այդ էլ ձեր չեղած վարկանիշին եւ շատ մեծ օգուտ եք տալիս մեզ իշխանություններից։ Մի առիթով ասել եմ, մենք բնավ ձեր աջակցության կարիքը չունենք, բայց հավելյալ օգնությունից հաստատ չենք հրաժարվի։ Խայտառակվեք, ինչքան կարող եք, խայտառակեք ինքներդ ձեզ, մինչև վերջ, եթե իհարկե դեռ տեղ ունեք։ Բռնապետությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական առաջնորդի որդու ելույթը տպավորություն է, մի 5-6 օր բեմադրում են, դերեր են բաշխում, ով ինչ դիրքով պիտի պաշտպանի վերջինիս որդուն, այստեղ խոսում են բռնապետությունից։ Բռնապետություն Հայաստանում եղել է, այո, մինչև 2018 թվականը։ Բռնապետերը ձեր քաղաքական թիմի առաջնորդներն են, ովքեր մարտի 1 եւ հոկտեմբերի 7 գրվածք ունեն դաջված իրենց ճակատին ու դա չի ջնջվելու երբեք։ Միեդի վերջերս կայացրած որոշումն էլ վկա։